Բարի երեգո սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ գողջունենք ցեզ դարձյալ մեծիդանն գլիգյո գաթողիկոսության քրիստոնեական տաստիարակության բաժանմունքին գողմե գազմագերբած հավատք եւ կյանք հայդակիրով համակորձակցությամբ Վանացայինի այգական ռադիոգայանին այսօր Վանացայինի ստուդիոյեն ներս ուրախությամբ գհյուրընկալենք մեծիդանն գլիգյո գաթողիկոսության Արամ առաջին գաթողիկոս հայակիդական հիմնարկի դնորեն Երեփունի նյուզ արցանց լրատվական գայքեչի հիմնադիր եւ դնորեն ինչպես նաեւ հրաբարակակիր բարոն Ահարոն Շխրդմյանը որ պիտի խոսի մշակույթի իբրև ինքնության վկայություն խորակրով Բարի երեգո բարոն Շխրդմյան Բարի երեգո Հուսամ լավ եւ հանգիստ եք Փառք Աստծո այնքան ադեմ որ գշնչենք կնշանակի լավ ենք Ամեն անգամ Երբ այս հայդակիրը մեր ժողովրդի զավակները գլսեն ընդհանրապես գսեմ հոգևոր բնույթ գգրեն Սակայն նաև այս հոգևոր բնույթին մեջ մենք գհյուրընկալենք այնպիսի անձնավորություններ որ ոչ միայն հոգևոր նյութ ըլլա այլ մեր ժողովուրդը նաև դեղեկանա մեր ազգային ժառանգություններով հոգևոր ժառանգություններով մշակույթով լեզվով քրիստոնեական տաստիարակությամբ եւ այլ տեսակի այսօր ցեզ հյուրընկալեցինք որբեսի միասնապար խոսենք մշակույթի մասին հետեւաբար սկսելով մեր առաջին հարցումը ինչ կնշանակե մշակույթ հայ մարդուն համար այսօր մշակույթը այն հոգեմտավոր գառույցն է որ շունչ կառնի եւ գենցաղի գվերածվի մարդու հոգեմտավոր արտահայտությունը Ուրեմն մշակույթը նաև շնչող էակ է, մարդ արարածն է, որ կստեղծագործե ավանդություններու վրա դեսատաշտիմը մեջ ուր գմարնավորվի ավանդություններ, բարոյական արժեքներ, լեզու, քրագանություն եւ վերջիվերջո արվեստ։ Սակայն մշակույթը միայն արվեստ չէ։ Մշակույթը կյանք է։ Այնքան ադեմ որ արարիչը մարդ արարածն է եւ մշակույթը այս բարակային կնշանակե նաեւ մարդ արարածի նկարագրային դրսևորումները օրինակի համար սիրել, քնահատել, արժևորել, ինքնություն պահպանել եւ անվանդություններ պահպանել Եթե մշակույթի մասին պիտի խոսենք մշակույթը որպես շնչող էակ դարբեր ժամանակաշրջանները գանցնին Եվ իրականչու ժամանակաշրջան, սակայն շղթամն է, փուլմն է այդ շղթայի մեջ, որ թեպետ գրնա որոշ փոփոխություններով ենթարկվել, բայց եւ այնպես կմնա այդ շղթայի կարևոր մեկ օղակը։ Բայց կան ծանոթության մասին։ Շատ բարի։ Լավ, ինչպես մենք կբահենք եւ կփոխանցենք մեր հոգևոր ժառանգությունը նոր սերունդներուն եւ գամ ինչ պետք է անենք մշակույթը իր սկզբնական շրջանին ժողովուրդներու մոտ ավանդություններով պահպանում էր ադիգա ըլլա գրոնք ադիգա ըլլա լեզու ադիգա ըլլա բարոյական սկզբունքներ եւ գարձեք թե մշակույթը բարիս մներ որում մեջը պաշտպանություն կգտնեին այսինչ որ սիթվեցի այսօր հիմա լա գրոնքը, լա արժևորումները բարոյական, լա հավատքը կամ ստեղծագործությունները Եվ այս ավանդությունները շարունակաբար ժամանակաշրջան փոփոխություններով ենթարկվեին բայց եւ այնպես հիմնականի մեջ ովևէ էական փոփոխության չէին ենթարկվել բայց ժամանակի ընթացքին մշակույթը սկսավ փոխվել եւ ավանդություններն դուրս գալ Եվ այսօրվա մշակույթը այն չէ ինչ որ ժամանակին այն ավանդաբար մշակույթը որ մենք դեսած ենք եւ վարժված ենք եւ քնահատած ենք մեծ հսկայական փոփոխություն կա անցյալի մշակույթին եւ այսօրվա մշակույթը ենթարկված է ընկերային համացանցերու համաշխարհայնացումի արհեստագիտության եւ մամուլի այսպես արակընթաց զարգացումներուն որոնց հետ գրեթե քայլ չի գնար բայել եւ այս պատճառով իսկ որոշ չափով նաեւ մշակույթը իր ավանդական հունեն դուրս եկած է
ավանդական բահբանողական հունեն դուրս եկած է եւ դարձած է ավելի համարցակ, դերևս ավելի հերու նույնիսկ մշակութային հասկացողություններն եւ այստեղ է որ հարց կձակի թե ինչպես հավասարակշռություն բահել մեր մշակութային ավանդություններու հետ եւ արդի ժամանակաշրջանի մշակույթի հետ այս երկուքին բայկարն է որ այսօր դեղի կունենա մեկ կողմեն մեր հոգևոր մշակույթը այնինչ որ մեր ավանդություններն են իսկ մյուս կողմը արագընթաց զարգացումները որոնք ոչ այնքան մշակույթ են, բայց մշակույթի անունով գործեն եւ խորքային իմաստով մագերեսային են։ Ավանդական մշակույթը խորք ուներ, իր արժեքը խորքն էր, իսկ ներկա մշակույթը արժեքը արագ դարաձումն է, ոչ եւ մագերեսային, ոչ այնքան խորքային։ Դժբախտաբար։ Այս երկուքի փախումն է որ բայկարն է որ այսօր դեղի կունենա ամբողջ աշխարհի մեջ, ոչ միայն հայ ժողովրդի կամ մեր շրջանագի իմաստով, բայց եւ այնպես պետք է ելքել գտնել այս ուղղությամբ, որովհետեւ ի վերջո գիտությունը կզարգանա պետք է բահբանել մեր մշակութային ավանդությունները եւ սակայն պետք է ժամանակաշրջանի ընթացքին նոր արդիականացման քայլերուն հետ համահունչ քալենք, բայց դարձյալ կգրտնեմ գարչած մնալով մեր ավանդություններուն։ Շատ բարի բարոն Շուխրդոմյան։ Մշակույթի մասին խոսեցաք, մեր հոգևոր ժառանգությունը նոր սերունդներուն ինչպես պիտի բահենք այդ ալսինք լավ մշակույթը իր թերը ունի բնականաբար ուր է մշակույթին թերը ասկային թիմակիցը բահբանելու մեջ ասկային թիմակիցը բահբանելի առաջ բիդուզեմ խոսիլ մեր ավանդական ընտանիքի մեջ մշակույթի թերը ինչպիսին եղած է կամ ինչպես պետք է լա ավանդական մշակույթը սերունդ է սերունդ կփոխանցվեր օրինակ մայրերեն կփոխանցվեր զավակին վարտաբետներեն միապաններեն կփոխանցվեր աշակերտին ուսանողին քահանային կփոխանցվեր հավատացյալին աշուղեն կփոխանցվեր քուսանին կամ երկիչին այսօր այդպես չէ այսօր այս բոլոր ավանդությունները այսպես մեգուսի ծրված մասամբ ոչ ամբողջական մեր երդասարտությունը մեր միջավայրը միան հայկական առումով չէ, համաշխարհային առումով ավելի այսպես քայլ կբահե այդ մագերեսային մշակույթին հետ, որ խորքի մեջ ոչ մեկ առնչություն մշակույթի հետ, անունը մշակույթ է, բայց ինքը մագերեսային ինչ որ երևույթ է, մեզ հերացնի աստիճանաբար մեր արմատներեն, մեր համոզումներեն, մեր հասկացողություններեն, հավատամքեն, հոգևոր տաստիարակություն են գրթություն են ուսում են եւ մեջտեղը գործե բերել անձնավորությունը որ ոչ իսկությամբ հայ է եւ ոչ ալ որևէ օդար ասկի կպատկանի այլ միջազգային ասած ասպես թիմակիզմն է որ ինքնալ չգիտեր թե իր ինքնությունը վերջավորության ինչ է հիմա այս ուղղությամբ պետք է զանազան քայլերու թիմել օրինակի համար պետք չէ բոլորովին անդեսել նոր արտիական այսպես արեստակիդական զարգացումը պետք է քայլ բահել եւ այստեղ գծակի մեկ ուրիշ կարևոր հարց իրականության մեջ ավանդական մշակույթը այսօր փախումի մեջ է այսին հոգևոր մշակույթը ավանդական մշակույթը փախումի մեջ է արեստակիդական նորարարության հետ բայց պետք է միջին եզր գտնվի ինչու որովհետեւ այս բոլոր գիտելիքներու բոլոր գիտության արեստակիդության խորքը հիմքը մարդ արարածն է Եվ դուք կրնակ մարդ արարածին նոր գիտություններով այսպես ոգևորել, նոր գիտություն ջամփել, սակայն եւ այնպես մարդուն հոգին կմնա անփոփոխ։ Հետևաբար պետք է միջին եզր գտնել։ Այսինքն պետք է այդ հոգևոր մշակույթի զարգացումը եւ արեստակիդական զարգացումը դեղը իրարու հետ ընդհանուր հայդարարի վրա կան։ Հասարակ հայդարարի եւ վերջավորության հոմ պետք է հաստիլ։ Եվ ասիկա ասելով նաեւ մարդ արարածը որպես գիտություն, որպես գիտելիք ընկալող արարած պետք է ավելի պատրաստ լա արեստակիդական նոր զարգացումներուն, որ նոր թարը այդ արեստակիդական զարգացող մարդն է որ կփնտրե։ Հետևաբար նորեն կգրտնեմ չենք կրնար մեգուսացնել արեստակիդական զարգացումը մեր ավանդություններեն եւ կամ խզել, սակայն եւ այնպես պետք է նույն հարթակի վրա դիտել ամեն ինչ լայնախոհությամբ եւ համապատասխան քայլեր առնել որովհետեւ գիտության հետ քայլ բահենք Մեգս մույսը ամբողջացնելու Զիրար ամբողջացնելու Շատ բարի բարոն Ահարոն
Հետևաբար կարելի է ասել, որ առանց մշակույթի ազգը իր գործընծնե իր ինքնությունը։ Նախ մշակույթը ասկերու կամ ժողովուրդներու ինքնության վահանն է, բահբանության վահանն է։ Այն ժողովուրդը, որ մշակույթ չունի, չի դիմանար բաղության քննության մեջ։ Եվ դուրս կմնա բաղությանեն։ Մենք բաղության մեջ շատ ժողովուրդներով այսօր անունները կհիշենք եւ կսենք թե եկած են այս երկրակունտի վրա քաղաքագործության մեջ այս կանդարի իշխած են այս քաղաքի մեջ քաղաքագործության ծառայություններ ունեցած են նորարարություններ կատարած են բայց այսօր փոշիացած են չգան այդ ժողովուրդները գոյություն չունին իրենց անունը կա իրենք չգան որովհետեւ իրենց մշակույթը չէ թիմացած բաղության քննության չէ թիմացած մեր ժողովրդի բարակային պետք է ասել որ մեր ժողովուրդը իր ծնունդեն իվեր մինչև այսօր հավատացած է մշակույթին եւ մշակույթը մեր ժողովրդին համար եղած է իր բահբանությունը ապահովող երաշխավորող խաղաղության վահան մենք երբեք մեր մշակույթով մեգա ժողովրդի մշակույթը չենք փորձած թափանցել կամ ինչ որ շահագործել կամ ոչնչացնել ընդհանրակը մեր մշակույթը եղած է խաղաղասեր մշակույթ եւ մեր մշակույթի շնորհիվ է որ մեր ժողովուրդը այսօր հասած է այս օրերուն բայց հարցը եւս կա այստեղ մենք մշակույթ եւ մենք ասկային արժեքներ գսենք այստեղ պետք է հարց տալ ասկային արժեքներ հասկացողությունը կամ հասկացությունը այս բարակային ինչ կնշանակի օրինակի համար լիբանանահայը ռուսահայը եւ միացյալ նահանգներու մեջ աբրող հայը ունի միացյալ միևնույն արժեքներու հասկացողությունը դժբախտաբար ոչ լավ ով պետք է այս արժեքները համադրե երկրորդ մշակույթի բահբանություն գսենք մշակույթը մենք մեր լիբանանի բարական բիդարնեմ մենք մեր գարելի եղած միջոցներով մեր բոլոր գարույցները հաստատությունները եկեղեցին գուսակցությունները միությունները եւ այլն բոլորը գբայկարին մեր ինքնությունը բահբանելու մեր մշակույթը բահբանելու սակայն բավարար է ասիգա ոչ ինչու բավարար չէ ոչ թե իրենք թերի աշխատանք կգադարեն այլ մշակույթի բահբանությունը գգարոդի pedagogan հովանավորության եւ pedagogan հովանավորությունը միան լոզունգ չէ եւ պետությունը մենք անկախանալի այդ 30 տարի ըսվեցավ որ մենք մեկ ժողովուրդ եւ մեկ հայրենիք ենք ճիշտ է որ մենք մեկ ժողովուրդ մեկ հայրենիք է բայց կորզնաբես պետք է քայլեր առնվեին կոնե գրթական կետնի վրա կոնե մշակութային կետնի վրա միացյալ ինչ որ գրթական ծրագիր մշակվեր որովհետեւ եւ միացյալ նահանգներու մեջ հայ երդասարդ եւ լիբանանի մեջ հայ երդասարդ եւ ռուսիո մեջ հայ երդասարդը կոնե միադեսակ մտածեին մեր մշակույթին մեր բաղմության մեր ավանդություններուն շուրջ այսօր այդպես չէ այսօր այդպես չէ դժբախտաբար եւ ամեն մեկը իր տեսակետը ունի եւ այդ տեսակետները որքան որ անդարբերության ցկենք կամ բադահականության ցկենք գորուստի տադաբարդված են որտեվ փարոս մչիգա որ իրենց ուղե եւ մեզի լիբանանահայության եւ բոլորին երկրորդ մենք գհբարդանանք մեր մշակույթով պետք է քաչելանք համեստելանք ընդունելու որ մեր մշակույթը այսօր իր երեգի բարձրակույն մագարտակին վրա չէ մեր մշակույթը այսօր միջինալ եթե պետք է խոստովանիկ որ միջինալ ավելի նվազ թիրքերու վրա է եւ կհետևիկ մեր օրինակի համար երդասարտությունը ինչպիսի հայեր են գխոսի մեր օրինակի համար հանդեսներու կամ ջաշարաններու մեջ ինչպիսի խրախճաններ երկերով այսպես հայերենի բացի ամեն տեսակի այլասերված ասիկա հայ մշակույթ չէ հայ մշակույթ չէ բայց փոխարենը ինչ կգադարենք հոսալ թերություն կա ուր է մեր մտավորականությունը եւ Հայաստանի մեջ եւ սպիրկի մեջ որ այս ուղղություն դա երդասարտության ուղղություն դա ինչ որտեղ իր խոսքը ասե այս գարձեք թե ամեն մարդ ցերնածալ նստած գտի դե եւ գարձեք պատասխանատվության գիտակցություն չի գա այս ուղղությամբ եւ ով է դու ժողովերջավորության դու ժողովենք ենք եւ որ մեր ինքնությունը գխաթարվի եւ մեր մշակութային արժեքները գանդեսվին կհասնենք դեղմը ուր ամեն մարդ ինքնահոսի լքված իր կիցած ծևով գնգալ է ինչ որ պետք է ընկալ է կամ գլսե կամ գհետևի մեր ասկային ընդհանուր մտահոգություններուն ինչ որ ցավալի է
Եվ տեսեք ինչ պատահեցավ, եթե մենք 30 տարի չկործատրեցինք pedagogan մագարտակով լեզվի պաշտպանությունը, մշակույթի պաշտպանությունը, գրթության պաշտպանությունը, հայերենի պաշտպանությունը, այսօր ստեղծված է այլ վիճակը, որ իր մտածելակերպով բոլորովին հետաքրքրված չէ սպիրկահայության իրավիճակով, մտածումներով եւ մտահոգություններով։ Տեսեք, անդարբերությունը ուր հասավ եւ ինչպիսի վիճակ ստեղծեց այսօր։ Ավելի ծայրահեղ վիճակ։ Չեմ ուզեր այս մասին ավելի անդրադառնալ, քանի որ մեր նույնեն դուրս է, բայց ասեմ, որ իրականություններով արժև ենք դժբախտաբար։ Շատ բարի, բարոն Շխրդմյան, առնենք մեր տատարը, որ մեր յետ կշարունակենք։ Խնդրեմ։ Դաղ Հարության Եկյալ Մարիամ Շատ բարի սիրելիներ, անոնք որոնք մեզի նոր միացան, բարձրապես հիշեցնենք, որ բարոն Ահարոն Շխրդմյանն է, որ գխոսի մշակույթը իբրև ինքնության վկայություն։ Բարոն Ահարոնը ընդհանուր գերբով ներկայացուց մշակույթի նշանակությունը, հոգևոր ժառանգությունը փոխանցելու հատկապես մեր նոր սերունդին, մշակույթի ազգային թիմակիցը պահպանելու կարևորությունները եւ ինչպես մշակույթը կգործընծնե իր ինքնությունը, թե ինչ պետք է անենք, թե ինչ պետք չէ անենք, ուր ենք այսօր վիճակը, մեր վիճակը եւ հատկապես ընդհանուր առմամբ։ Շարունակելով բարոն Ահարոն մեր արծազրույցը, դուք որպես հրաբարակիր, ինչպես կներկայացնեք հայ մշակույթի աբական համայն աշխարհի մեջ։ Հայ մշակույթ հասկացողությունը բավական լայն այսպես բացատրության կարոդի, որովհետև մշակույթը գնդկրգե բազմաթիվ ջուրեր այսօրվա ծրությամբ մեր մշակույթը ինչպես որ քիչ առաջացի բավական հերու է այն բարձրակույն վիճակեն, որ ժամանակին գտնվեր։ Լա նիգա մեր հրադարագություններով, քրոներով, մտավորականությամբ, մամուլով եւ այլեւայլ զանազան, այսպես քայլերով։ Օրինակի համար 1972-ին մենք առհասարակ սպիրկի մեջ ունեինք 187 թերթ 17 օրաթերթ եւ մնացյալը շաբաթաթերթ, երկշաբաթաթերթ, բարբերաթերթ, բայց 187 թերթ, որոնց 17-ը օրաթերթ էր։ Այսօրվա ծրությամբ
կրնակ ասել որ այս բոլոր աշխարհի վրա քանի թերթ ունենք շատ համեստ թիմը բիդել է մեջտեղ շատ համեստ թիմը եւ այս բոլորը գուկա ոչ թե անպայման համաշխարհայնացում են կամ օդար աստեցություններ են որոնց մեկ կարևոր բաժինը այո գտնունինք բայց իրականության մեջ միայն համաշխարհայնացումը չէ պատճառը ոչ այլ օդար աստեցություններն են մենք պետք է ընդունենք որ նաև մենք ալ հանցանք մեծ հանցանքներու բաժին ունենք հանցանքի բաժին ունենք եւ որ մեր այսպես արևելումը չենք հստակացուցած առ այսօր մեր ինքնության հանդեպ մեր բանջարդիրության մշակույթի լեզվի բահբանության գեցված չենք դրսևորած եւ միջոցներ չենք արած բահբանելու այդ մշակույթը լեզուն քրագանությունը այս դերկայլը կահավեժը բնականաբար բադահեր ուշ կամ գանուխ քրեթե որքանալ լավադես լանք դերմը մտահոգվելու եւ լուրջ մտահոգվելու պատճառներ կան դժբախտաբար մեր մեջ անդարբերությունը շատ մեծ դեղ սկսած է գրավել ասկային գիտակցություն գսենք ասկային գիտակցությունն անգամ ինչ որտեղ խոցելի դարձած է որովհետև եթե մենք մեր հիմնական գարույցները սպիրկի մեջ կորձող գահավանան իրենց ավանդության գահավանան իրենց արակելության առնվազն պետք է այսօր դեր գնան մեր մշակույթին մեր լեզուին արևմտահայերեն մեր մամուլին մեր մտավորականության մշակույթին այսօր իրենք գիտեն որ իրենք որքան հերո կմնան մեր այսօրվա բանջկներեն եւ թող որևէ քախնիկ չլա կամ ինքնապացարկ չլա եթե արդահայտվի մսելու որ մենք այսօր նոր շունչի գարիք ունենք ամեն մագարտակի վրա նոր շունչի գարիք ունենք նոր գիտակցության նոր զարթնումի սեմինգը գտնվենք եթե դուրս գանք եթե կփապակենք դուրս գալ մեր տնպիրեն այս բոլորը մեր թերությունն է պետք է ինքնակննադատաբար ընդունենք անպայման համաշխարհայնացումի կամ արևմտյան парքերու չի վերակրենք մեր այսօրվա դեղքայլը եւ այսօր պետք է բոլորս ընդունենք որ մեր առաջնայնությունները գրեթե շեղած են մեր հիմնական արակելության են այս իմաստով այս բոլորեն յետքը նաեւ դեղմը նաեւ սպիրկ հայրենիք գաբերնալ իրենց ժխտական թերու ունեցան հիմա սպիրկահայը առհասարակ կամ սպիրկահայությունը երկու ծանր բարդականության արժեվ է մեկ կողմ է հայաբահբանության եւ սպիրկի դարբեր քաղաքներու այդ հաղորդակցությունը գաբակցությունը այսպես սերդակցությունը զարգացնելու եւ մյուս կողմը սպիրկ հայրենիք փոխհարաբերությունները զարգացնելու իմաստով երկու լուրջ բարդականություններու արժեվ կգտնվի բայց այս երկուքը առանց pedagogan հովանավորության եւ առանց ովևէ համահայկական համահունչ այսպես հովանոցի անգարելի է շարունակել այսինքն անդարբերությունը միայն սպիրկահայ գարույցներեն չէ այլ նաեւ անցնող երկար դարիներու վրա Հայաստանի գարույցներեն ալ իր ժխտական անդրադարձը ունենան սպիրկի վրա Հայաստանի գարավարություններու հաջորդական վերապերմունքն ալ իր ժխտական աստեցությունը ունենա ինչու պետք է օրինակի համար արևմտահայերեն լեզուն որ 2010-ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն կհայտարարի վտանգված լեզու պիտի չի վայելեր pedagogan հովանավորություն ինչու համար օրինակի համար արևմտահայերենը որպես վտանգված լեզու Հայաստանի մեր գրթական համալիրներու մեջ գրթական օջախներու մեջ 4 եկրվեր որպես դասավանդության նյութ գոյություն չունի այս բանը կամ եթե ունի մասնագի է բայց լավ քրագանությունը չի շաղվիր հայրենի քրագանության հետ մշակույթը չի շաղվիր պետք եղած որակով հիմա մագերեսային արերևույթ շարժումներ կան բայց խորք չի գա նույնն է գրթական մարզն է այս բոլորը իր ժխտական անդրադարձը ունենան ի վերջո սպիրկահայը գաբրի հայրենիքով
հայրենիքի հարաճտիմության փարկավաճումով, հաղթանակներով, բարոյական լադի, զանազան մարզերում մեջ, դա եւ այս բոլորը գտածրին աստիճանաբար եւ գսվի որ մենք սպիրկի կամ սպիրկահայության գարավարությունը չենք կամ վարչապետը չենք, այլ ինչ կնշանակի, որ դուք բոլորդ պետք է երթաք ձեր գլխուն ջարին նայեք, փաստորեն սպիրկը այսօր ինքնին գազմագերբելու իր գոյությունը բահբանելու հրամայականին արժևն է, այսինքն սպիրկի օրագարկ պետք է տրվի այս հարցը համասպիրկյան օրագարկ պետք է տրվի այս հարցը որտե ուր գերտա սպիրկը դեպի ուր գերտա սպիրկը այս բոլորին դակ պիտի կանք պատասխանելու որ մեր ինքնությունը ուր գրնա երթալ կամ ուր պիտի հասնի այս վիճակով մենք այսօր ավելի լավ է քան թե վաղը մեր սպիրկի կոյության օրագարկը այսպես լուրջ սեղանի վրա տնելով պետք է շատ անգես խոսենք սրտակցին իրարու հետ որովհետև չենք կրնար այս վիճակը ինքնահոսի ցկել կարելի չէ շատ բարի բայց պետք է ասել որ բարոն Արոն Պարկասուդու դագավին ասենք այս բոլոր դժվարություններով անտերս դագավին մարդիկ կան անձնավորություններ կան որ ամեն ցևով այսինքն ժխտականին գողքին կետ տրական աստեցություն ունենան որ մենք այս վիճակին մեջ ենք բայց նաև փորձ մը կգադարվի կգարձեմ չէ վստահաբար հիմա երբ ինքնակննադատություն էր ինչ որ ինքնակննադատություն էր որովհետեւ ովևէ մեկը չխորի որ ովևէ հասցեի կամ ովևէ անհադի կամ գարույցի տրական իմաստալ ես տրական գոմնալ քիչ մ առաջ նշեցի որ գան գարույցներ անձնավորություններ որոնք կհավատան մեր աբակային եւ գբայկարին Այսի իրականությունն է եւ բարեփոխտաբար ունին այդպիսի գարույցներ որոնք կբայկարին եւ կորզնավես կբայկարին շատ ճիշտ կորզնավես կբայկարին եւ կգնահատեն կանոնց թերը եւ օրինակի համար ես շատ բարձր կգնահատեմ մեր օրինակի համար գրթական օջախները որոնք օրնիպուն գուզեն հայերեն լեզվի կամ հայոց պատմության այսպես շարունակականությունը կամ պատմությունը փոխանցել երդասարդ կամ նոր սերունդին այս բոլորը գիտենք մեր վարժարաններում մեջ բայց դակավին բավարար չէ որովհետև եթե մենք մեր ջանցնող մեզ օդարին արչև ծանոթացնող մեր ինքնությունը ծանոթացնող մշակույթը կամ պատմությունը գամած սկսենք մեղմած այսպես ամփոփել, գրջադել, մատչելի դարձնել, թյուրացնելու քնով մենք մեր ինքնությունն են կբարբվենք հոս է հարցը դեսեք բզդիկ տեպը բիտ բապմեմ շատ բան գսե ժամանակին հրավիրված է Իտալիա Ուրեմն հոն ինձի թելատրեցին որ երբ հասնիմ օտագայանի մեջ անցմը բիզնես թիմավոր է Ուրեմն այդպես ալ բադայեցավ անցմը անունս Սուսանագի վրա փոքր անունս գրած էր քիծա մոդեցա ծերնվեցանք ժպտաց իսկ ինքնաշարժով պիտի հյուրանոց տանի Ուրեմն գիտեի որ մեր հյուրանոցը ուր որ բիզնես պիտի տեղափոխեն բավական հերոյ է քաղաքեն Ուրեմն ինքնաշարժի մեջ կփորձեմ այդ խոսիլ չի պատասխաներ Եղբայր ինչ սի գահարցնեմ ֆրանսերեն գիտեք ոչ անգլերեն գիտեք ոչ չի պատասխաներ Սի ռադիոցուսի փածավ սկսավ երկել դալ ես ալ իրեն երկիչներու անուններ դվի այդպես իդալացի եւ այլն ժպտալու սկսան խոսիլ խոսակցության ընթացքին հարցուցի ինչու սի չէր պատասխաներ քիչ առաջ դարձավ ես ինչու պիտի պատասխանեմ ես իդալացի եմ ասավ Իտալացի եմ ասավ, ինչու պիտի պատասխանեմ, ինչու այդ անգլերեն պիտի խոսեմ, ինչու ֆրանսերեն պիտի խոսեմ։ Պատկերացրեք, որ 60-70 միլիոն ժողովուրդ հաշվող իտալացին ինքնասիրություն ունի, ասելու որ ինչու պետք է օդարին հետ օդար լեզվով խոսի, այսինքն ցևով գենտատրե որ ես պետք է իտալերեն խոսեմ։ Իսկ մենք հայերս այս գիտակցությունը ճշմարտաբար չունենք։ Ամենջապես մենք ամենջապես գլուծվինք, օդարամոլ գտարնանք։
Դագավին օդարին չի ցանոթացած, թե ով է, ինչ է, ամիջապես կփորձենք օդարանալ։ Մեր ասիկա մեր չեմ գիտեր եւ ծրագանը եւ ժխտագանը։ Այսպիսի գացություններ կան, ինչ ասեմ։ Բայց վերադառնալով այն գառույցներուն կամ հաստատություններուն, որ օրինակ համար հայագիտության մասին բիդանտրատարնամ ճիետ հայ բահբանումի այսպես օրրաններ են այսօր արավոտ ուրեմն գգարտայի իմ լավ բարեկամներս մեկուն Հակոբ Լադոյանի Աֆիլի դնորեն Հակոբ Լադոյանի 30 օգոստոս 2011-ի աստագի մեջ լույս տեսած մեկ հոդվածը գսե հայագիտական գետրոնը անհրաժեշտություն է խորակիր այդեր եւ ոնց ինքը իր մտորումներն է որ գարդայ դե որ պետք է հայագիտական գետրոն ստեղծվի եւ զանազան հիմնավորումներ կգադարի եւ լավ է որ Հակոբին պես կամ ինչպես որ քիչ առաջացի կան ասկայիններ կան անձնավորություններ որոնք նվիրված են այս հայաբահբաման այս արաքելության այսօր հայագիտական գետրոնը այսօր 13-րդ տարին է որ գործե եւ պետք է ասել որ այս վերջերս ավելի լուրջ հանգամանք ստացավ եւ վերանվանվեցավ Բիդյանտրատարն այո լավես բարձավես վերանվանվիլը ասեմ այո Արամ առաջին գաթյոգոս հայագիտական հիմնարկ վերանվանվեցավ խնդրեմ շատ բարի քանի արդեն նույնը բացվեցավ հայագիտական հիմնարկին դուք ինչպես կներկայացնեք այսօրվան դրությամբ Արամ առաջին գաթյոգոս հայագիտական հիմնարկի կորձունեությունը նկատի ունենալով որ անոր պատասխանատուն եք դնորենն եք հետեւաբար դերեկություններ դակ մեր ժողովրդի զավակներուն սիրով հայագիտական գետրոնը եթե ստեղծված էր բարձրապես հայագիտություն ճամփելու ուսանողուիներուն երդասարտուիներուն կգարձեմ որ այսօրվա թրությամբ նաև ինքնություն վերագանքնելու արաքելության մեջ կգտնվի եւ հատկապես վերջին այս տարվա այս վերամուդին 13-րդ տարին վերամուդին որ Արամ առաջին գաթյոգոս ուրեմն հայագիտական հիմնարկ վերանվանվեցավ կխորին որ հետակա դարիներուն համար շատ ավելի լուրջ արաքելություն կամ աշխատանքներ պիտի նախաձեռնե որոնք այսօրվա թրությամբ չեմ ուզեր խոստումներ դալով թրուցիկներ արձակել բայց գահավադամ կորձին եւ գահավադամ այնինչ որ ծրագրավորված է որոնք աստիճանաբար թանթաղ բայց հանգիստ կայլերով ինքնավստահ կայլերով առաջ կդանենք հետեւյալ փոփոխությունները կատարվեցան վերջին տարիներուն հայագիտական հիմնարկի մեջ Արամ առաջին գաթյոգոս հայագիտական հիմնարկի մեջ նախ գրթական ծրագիրը բարեփոխության ենթարկվեցավ նախաբես ուսանողները 3 տարի միևնույն նյութը կդասավանդվեր եւ իրենց կդրվեր համապատասխան վկայակիր այսօրվա թրությամբ մենք ունենք գրթական ծրագիր եւ դասարանային թրությունը ստեղծած ենք այ բենքիմ դարիներ եւ այս վերամուդին արդեն քայլ միևս ավելի արժե երթալով որոշեցինք որ նաեւ քիչ ավելի այսպես սկուշ եւ որագին այսպես ուշադրություն դարձնելով քանագեն անցնենք որագի որովհետեւ այն ուսանողը այն երդասարտուին որոնք այդ վկայականը բիդստանան ուր որ երթան թիմեն մեր ասկային հաստատություններում մեջ կամ կրթական մարզի մեջ արժևորեն իսկապես արժանի դառնան այդ վկայականին եւ պետք է ասել որ այս ուղղությամբ ուսուցչական գազմը այսին լրիվ պատրաստակամությամբ եւ այսպես սիրահոժար այնինչ որ հավաքապար գորոշենք եւ նաեւ այս բարակային այսպես վարշական այսպես հովանավոր խնամակալությունը այսպես հայագիտական հիմնարկի բոլորը համատեղ միասնապար կորձելով այս աշխատանքը առաջ կդանենք եւ առավելությունները մեկնալ այն է որ այսօրվա թուրքությամբ մենք օդար ափերը արցանց դասավանդության թուրքյան սերնարգեցինք եւ բավական հերու վայրերը կանադայեն միացյալ նահանգներեն Գերմանիայեն Ավստրիայեն Սուրիայեն Քուվեյթեն ուսանողներ ունենք հիմա վերջերս նաև գապ ստեղծվեցավ որ Եգիպտոսենալ ուսանողներ բիդու գրեթե բոլոր ցամաքամասերեն բայց ասեմ որ դակավին
զարգացող աշխատանք է ասիգա Այո Թեր գայացած է բայց լրիվ դակավին չէ գայացած այս աշխատանքը եւ լավ է որ այդպես կմտածենք որովհետեւ երբ գխորիկ որ աշխատանքը բավարար աշխատանք կատարված է կնշանակե դեղքայլի առաջին քայլը արածեք դեպի յետև Իսկ Մի հարցնի գներեք Դարիքի հարց կա բարոն Արուն Դարիքի հարց սկզբունքով նայած է պայմանները Թիմորտին ինչ է Ահա բնական է որ գա այսինքն չենք կրնար հայագիտական ասելով որոշ դարիքեմը ավելի վեր այսպես հետևորդներ կամ ուսանողներ ունենանք չէ տեսեք մենք կքաչալերենք բոլորին դրամապանության սահմանի մեջ դարիքը նկատի առնելով ուսման մագարտակը եւ նաեւ գահարցնենք բոլորին թե ինչու կփապակին հայագիտականի հետևել Որեն կգրտնեմ, մենք նախապատվությունը գուտանք որագին և դարեգան քննություններ քրավորներ պիտի անցնեն ուսանողները, որուն հիման վրա գորոշվի թե կարգ կփոխեն կամ ոչ։ Եվ բարեփոխտաբար բոլոր ուսանողները այդ գիտակցությամբ գարկաբահորեն գեհդևին տասընթացներում։ Բնական դարաշրջանի պես կլա, չէ՞։ Շատ բնական է, այո։ Ուսուցիչները նյութը կտասավանդեն, նախապես քրավոր կփոխանցեն իրենց տասավանդած նյութը, որովհետեւ ուսանողները իրենց դրամատուրգիան դակ ունենան, սերդեն եւ տասարան եւ օր գմտնեն ուսանողները, այդ նյութը արդեն իրենց մոտ կլա։ Եվ որ ուսուցիչը նյութը գմադուցե, իրենք արդեն նյութին դեղյակ են։ Իսկ դեպողությունը բարոն Շղրդամյան Այսինքն հոկտեմբերին կսկսիկ եւ բնական ինչպես մայիս հունիսին է որ կավարտի Մայիսի վերջը կամ հունիսի առաջին շաբաթը այո Եվ այս մեկը բաննալսեք եթե գուզեք մեր ժողովրդի զավակներուն վայրը նախաբես Գաթողոսարան այո Մեզդան Գիլգիո Գաթողոսարանը Անտիլիաս արդեն երկրորդ տարին է որ ֆանար փոխադրված ենք եւ շատ հարմար պայմաններով հարմարավետ յուրաքանչյուր տասարան իր վայրը հստակ հասցեն ունի աշխարհակրական եւ ամեն ձևով պատրաստված Որեն առաջին գետրոնեն դերս ես երբեմն գադակ կրեմ որ մենք տեղափոխվեցանք աշխարհակրական օրոք գայացած կոդի մեջ այդպես եւ ամեն ձևով եւ նստարանները եւ քրադախտակը եւ արցանց ամեն ինչ արտիական ձևով տասավանդությունները կընթանան իսկ հերանրգարային Ձրակիրներ ունիք երգամ գմշագեք Այո, բայց նորեն գսեմ ավելի լավ է արագ աբակայի ցկել քան թե այսպես խոսքեր ցիրուցան ժամանակ բայց այո գա եւ մի քանի ձրակիրներ կա մեկ ձրակիր չէ մի քանի ձրակիրներ կա ինչ որ հայագիտականի եւ այս քաղաքին մեր բոլոր քույրերուն եղբայրներուն ծառայության համար մենք պատրաստ ենք եւ վաղ միս օր կտեսնեք թե որ հստակ առաջարկներ կամ ծրագիրներ կհայտարարենք որոնք ինչ բանի մասին կխոսենք հուսանք որ լավ բդուղ կդրվի բարձկենիտ կդա այո բդուղը ծարեն անտին չինար վեապար հայրաբեդը անշուշտ այստեղ պետք է ընդունել որ վեապար հայրաբեդը շատ մոդեն գեհդեվի հայագիտականի բոլոր քայլերուն եւ շատ այսպես հորմե ավելի մտահոգ է հայաբահբանության արակելությամբ արդեն բոլորը գիտեն եւ սպիրկի մեջ եւ հայրենիքի մեջ թե Արամ առաջին վեապարը իր հրավիրած քիդաժողովներով հայ լեզվի բահբանության արևմտա հայրենի բահբանության բապմական եւ այլն զանազան քիդաժողովներով իր ինչպիսի մտահոգություն ունեցած է եւ այդ մտահոգություններն բխած է հայագիտական կետրոնը այնպես որ մենք ապահով ցերկերու մեջ ենք եւ այս բոլորեն ավելի նաեւ պետք է ասել որ պետք է քննադել նաեւ որ այս բոլոր զողությունները գլան եւ որբեսի ուսանողները ծրի անվճար հետևին այս տասավանդություններուն որ մեծ առավելություն է մեզի շատեր գտիմեն գարցնեն որքան է վարձկը գրտատոշա գսեմ ծրի չեն ավադար ամենս որ գրտնագի օրտնություն գվայլենք ամեն ցևով Շատ բարի բարոն Շղրդամյան նկատի ունենալով որ մենք մեր հայդակրի վերջավորության գտնվենք ծեր վերջին խոսքը խնդրեմ մեր ունգընտիրներուն եւ ագընտիրներուն ըլլա անիգա մշակույթի կապված եւ կամ ըլլա մեր այսօրվա այս հայագիտական հիմնարկին խնդրեմ Թող քիչ քննադատական չի տվի ինչ որ բիդեսեմ անշուշտ քնահատելի գոմեր կան
հավաքական աշխատանքի մեջ, բայց նաև ասես ոչ քննադատելի կետեր ալգան, որոնք կարելի է թվել, բայց ճիշտ չէ թվելը, բայց ժամանակն է, որ մեր բոլոր գառույցները, հարկանքս բոլոր գառույցներում, բոլորն աջիկ կտապեն, վստահ եմ, բայց պետք է ավելի ջիկ տապենք, որովհետև իսկապես մեր ինքնությունը խնդրու առարգա դարձած է այսօր։ Եվ լիբանանահայության աբական, եւ մայրենի լեզվի աբական, եւ արևմտահայերենի աբական, մեր բոլոր գառույցներու աբական խնդրու առարգա դարձած է։ Եթե մենք հավաքական ջիկերով մեր առաջնայնությունը չդարձնենք այս մեկը, բոլորս հավաքաբար պիտի խեղդվենք։ Մենք նավումը մեջ նստած ենք, որ մեկը չի գնարսել, որ խեղտամահ ես խեղտամահ չեմ լար, ընդհանրակը փոթորիկը բոլորս պիտի դանի, բայց եթե հավաքաբար գիտակցենք, որ լուրջ մարտահրավերի առջև ենք եւ հավաքվենք եւ մեր ցավերը սեղանի վրա տնենք եւ ընդհանուր հայտարարներ մեջտեղ բերելով հավաքական աշխատանքի լծվենք, շատ ավելի օգտակար պիտի դառնանք մեր քաղաքին եւ սպիրկին։ Շնորհակալ եմ։ Մենք շնորհակալ ենք, վարձկենիդ կդար, հաջողություն եւ բարի վերամուտս ենք։ Այո, դակավին գանուխ է։ Այո։ Շատ բարի սիրելիներ, Պակելը առաջ մեր հայդակիրը ագանչալուրը լանք Դավիթ Մարգարեին Պերնով արդասանված Սաղմոսներեն հատվածը։ Օրտնություն երկեցեք Տիրոջ, նոր երկ երկեցեք Տիրոջ, անոր հավատարիմ մարդոց համախմբումը օրտներկությամբ թող հորտի, Աստուծո ժողովուրդը իր արարիչով թող ուրախանա, Սիոնի որդիները իրենց թագավորով թող ցնցան, երկ ու բարով թող օրտներկեն անոր անունը, թափ ու կնարով թող ներփող երկեն անոր, որովհետև դերը գսիրե իր ժողովուրդը եւ փրկելով գփարավորե խոնարները, ուստի Տիրոջ հավատարիմ մարդիկը թող բարձենան իրենց փառքով, թող ցնցան իրենց հանգիստին մեջ, Աստուծո փառապանությունը իրենց շրթներուն վրա եւ երկսայրի սուրմը իրենց ցերկերուն մեջ, անոնք ազգերը Թադաստանի պիտի ենթարկեն, պիտի բաժեն բոլոր ժողովուրդները, պիտի շղթայեն անոնց թագավորները, երկատե ծերնագաբերով պիտի շղթայեն անոնց մեծամեծները եւ գադարեն անոնց համար քրված թադավջիրը։ Ահա այս է Տիրոջ հավատարիմ մարդոց փառքը, օրտնություն երկեցեք Տիրոջ, ամեն։ Բարի գիշեր եւ հաջելի ունգընտրություն։